Սա սև սալորից եմ պատրաստեմ, սև սալորը կորիզահան եմ արել, իհարկե լվացել եմ, հետո կորիզահան եմ արել, դրել եմ սիրոպի մեջ 3 անգամ, վերջի անգամ էլ գիշերը թողել եմ սիրոպի մեջ, մի հատ ծանրություն եմ դրել, հետո հանել եմ ջրքամվել է, եթե լավ եղանակ է ելել, արևին եմ փռել, եթե չէ դրել եմ ապարատի մեջ, սա է այգուց, սա այս փոքր չդինեց, սև սալորա, սա ծիրանի չիրա, սա դեղձ, սա նորից սալոր, սա թունձ, սա սպիտակ դամբուլ, Գյուղում ասում են, որ Գալիա Մեսրոպյանը քաշով մեկ ոսկի է, ոսկի նաև իր բնավորությամբ, մարդկայնությամբ ու կենցաղավարությամբ։ Գալիան անչափ հյուրասեր ու մաքրասեր կին է, բայց հատկապես հայտնի է նրա չրերը, մեծ ու բազմազան տեսականիով, որ յուրաքանչյուրին խելքից կհանի։ Նախ իր փառահեղ տեսքով, հետո նաև համով ու հոտով։ Գալիայի ձեռքի ու մտքի գլուխգործոցներն են, որ հուլունքի պես շարված ու դասավորված են ըստ իրենց տեսակի։ Այդ արդյունքին հասնելու համար իր գաղտնիքն ունի։ Սիրոպ, որ բանը, որ սիրով պատրաստես, այդ բանը համով կլինի, որ բանը անհավես պատրաստես, ոչ մի անգամ լավ չի լինի, ոչ մի անգամ, շատ հավանում եմ ու ուրիշներն ինչքան որ գալիս են խաչապուրին իմ սիրած թխվածքն է։ Գալիայի տունը իսկական թանգարան է, լի սիրով, ջերմությամբ ու շատ ծաղիկներով։ Առանց ծաղիկների կյանք չունի, առանց ծաղիկների կյանքն էլ անգույն ու տխուր կլիներ, որոնք մի տեսակ լավ տրամադրություն են հաղորդում մտնող դուրս եկողին։ Ավելին, Գալիան ձմռան 3 ամիսները հիմնականում երեխաների մոտ քաղաքում է անցկացնում, բայց ծաղիկներին էլի մենակ չի թողնում։ Գտել է ճանապարհը, որ եթե չլիներ այդ միջոցը, երևի թե մերժեր երեխաների խնդրանքը ու գյուղն ու տունը այդպես էլ չլքեր։ Ափսոսում եմ ինչ որ մի ծաղիկը փչանում է, հետո ասում է ծաղիկի հետ պետք է քնքուշ վարվես, պետք է սիրես, այդ ծաղիկին սիրես։ Ու տենց եմ վարվում, մեծ մասը պատուհանները մելա դրանց։ Ձմռան որ գնում եմ, այդ հարևանուհիս, ոնց որ փոքր երեխան, ասում եմ Անահիտ ջան, այդքան տունը չի, ինչքան որ ծաղիկները դու պետքա մշակես։ Ենթադրենք մի տուն մտար ու այս բաները չկա, սովորական բան է, չէ, բայց որ ծաղիկները կա, ուշադրություն է գրավում, հետո ծաղիկ սիրող մարդը մի երջանիկ ալնամ։ Այո, տատն էլ ճիշտ այդպիսին է, շատ երջանիկ, բավարարված կյանքից ու մի տեսակ շնորհակալ, համ իր կյանքից, համ էլ բախտից։ Կարծում է, որ յուրաքանչյուրը ինքն է իր ձեռքով իր կյանքը կտավի վրա նկարում, ասել է, թե իր ձեռքով է կերտում։ Ինքը այդպես է անում, 75 տարեկան է, բայց համ հավեսն է տեղը, համ էլ ձեռքի ու մտքի ճարպկությամբ հազար ջահելից ջահել է։ Տուն ու տեղի մասին խոսք չկա, պարզապես շողշողում պլպլում է։ Մի թափված բան, եթե անգամ խոշորացույցով նայես, չես գտնի։ Ինչպես արդեն ասացինք, նրա տունը մի տեսակ թանգարան է հիշեցնում, թանգարան, որ խնամքով է պահում ու փայփայում, թանգարան, որ հնի ու նորի, լավ ու բարի հիշողությունների մասին է։ Մի հատ աշխատանքային ընկերուհի ունեի, իր բարեկամուհին գրող էր Մանիկ Ճիշմարիտյան Գարգարից, այդ կնոջը պատմել, անցել էր Նյուրա ջան, այդ աղջիկը մաքրության հիվանդ է։ Սա իմ հարսանիքին նվերաբերեք Գլումովի պապան, Եգոր Գլումովի պատիկը։ Սա իմ հարսանիքից նվեր է եղել։ Սրանք արդեն մենք ենք առել։ Այս ափսեները գերմանական են այդ մեծերը, մեր բարեկամուհին ընդեղ էր ինքն անվեր բերի, սա իմ ամուսնու նկարն է։ Կյանքի պատմությունը սա է, ստեղծել ենք տունը, արել ենք, արարել ենք, աշխատել ենք, ամեն ինչ մեր քրտինքով, կարևորն է, որ ամեն ինչին խնամքով վերաբերվից, մի արդեն 56 տարվա սերվիզա, այդ կապուց սերվիզը, 56 տարվա, բայց մի բան չկա գոտրված, շատ, որ ասես չեմ օգտագործել, միշտ օգտագործել եմ, բայց խնամքա հարկավոր, ամեն ինչին խնամք։ Ավագ սերնդի կանայք մի տեսակ ավելի ճիշտ են գնահատում իրենց ունեցածի արժեքը, որովհետև այն ամեն ինչը, ինչը որ ստեղծել են ծանր աշխատանքի արդյունքում։ Տիկին Գալիան էլ ասվածից հավաքական կերպարն է, չեխական ու գերմանական սերվիզների լայն տեսականի, գորգեր, կտավներ, հնի ու նորի գեղեցիկ համադրություններ, որ մի տեսակ հարուստ ու փառահեղ տեսք են տալիս նրա տանը։ Իր տանից հասկանում ենք նաև, որ տատը հայկական աշուղական արվեստի սիրահար է, հատկապես նրա սրտին շատ մոտ է Սայաթ-Նովայի երգերը։ Մենք էլ առիթից օգտվում ու խնդրում ենք, որ մի հատված կատարի մեծն վարպետից, մեր ու ձեր համար։
Չանին քանի որ ջանի գերքի կուրբանի ապա ինչա Պարզվում է, որ այս տանը աշխուղական երգը երբեք չի լռել։ Այս տան պատմության մեջ երգը իր առանձնահատուկ տեղն ու դերն ունի։ Դեռ այն ժամանակվանից երգել են տան մեծերը, հետո էլ ավանդույթը շարունակել են հարսներն ու թոռները։ Ու այսպես սերնդեսերունդ երգը, մշակույթը ու արվեստը իրենց հետ իրենց կողքին։ Տուն, որտեղ շուրջ 56 տարի առաջ է հարս եկել։ Կեսուր տարից հետ եմ ես ապրել, երկար տարիներ։ Ես իմ կեսուրին սիրել եմ որպես իմ մայրիկ։ Ինքը դեպերորդ դասանի կրթություն ուներ, բայց շատ խելացին։ Թումանյանի պոեմները սկզբից անգիր արտասանում էր, իմ աղջկաց անունը Անուշ էր, իրիկուները, որ դուրսը խաղում էին, երեխեն գոռում էր, ասում էր, աղջի Անուշ, այն մազդ կտրած, տուն արի տուն։ Հետո այս ընտանիքի մեջ ավանդույթ էր, ամեն անգամ, երբ որ հավաքվում են, պետք է անպայման երգեն։ Կեսուրը շատ սիրում էր երգել, Սայաթնովա երգել, ու իմ թոռնիկս, աղջիկը, Գոհարիկս, անընդհատ երգում է Սայաթնովա, շատ լավ է երգում, շատ։ Կեսուրս էլ, կեսարը շատ կիրթ, ինքը աղքատ ընտանիքի տղա է ելել, իսկ կեսուրս հարուստ ընտանիքի, երկուսն էլ ուռուցից են եղել, ինչ-որ ծնողները, որ համաձայն չենել են կեսուրից, Համենայն դեպս բանը, կեսարս համաձայնացրել նա, ուզել են ու մեծ սիրով, 7 երեխա են ունեցել, մեծ սիրով ապրել են։ Գալյան իսկապես բացառիկ կին է, ում ամեն մի տառը, բառը, խոսքը միայն բարության, կամեցողության ու ջերմության մասին է։ Այնպիսի մի ջերմեռանդությամբ է խոսում սկեսրերի մասին, որ միանգամից հասկանում ես, որ այս տանը ինքը ոչ թե հարս, այլ աղջիկ է եղել, վայելել բոլորի սերն ու հարգանքը։ Ամուսինն էլ մի հրաշք մարդ, որ իրեն շատ է սիրել ու պաշտել, մի խոսքով Գալյան երկու ոտքով մեղրի կարասն է ընկել ու կյանքը վայելել։ Ափսոս միայն ամուսինը շուտ է կյանքից հեռացել, տատի սիրտը կարոտով թողել։ Շատ դժվար է, առանց պապիկի շատ դժվար է, ինքը լավ պապիկ եղել, սկզբում յուղում զոոտեխնիկ աշխատել, վերջի տարիներին յուղի տնտեսությունն է ղեկավարել, լավ ամուսին ելել, անձուկական հայր, շատ աղջիկ ջան, ոնց ենք հանդիպել, տաջերորդ դասան ավարտել եմ ու հանդիպել ենք իրար, 4 տարի ընկերություն ենք արել, ինքը սովորում էր գյուղ ինստիտուտը, ես սովորել եմ Բուժքույր, Կարմիր խաչը, Կալինինոյում, ավարտել եմ ես, ինքը կես ավարտել, ամուսնացել ենք, բայց ինքը ուսումը շարունակել, հարսանիքը շատ հետաքրքիր է եղել, ոնց որ ծնողական ժողով, մեր այն ժամանակ հարսանիքի համարյա եղել է իմ ամուսնուս քերին եղել է Եգոր Գումուլովի պապիկը։ Ինքը վաստակավոր ուսուցիչ էր, մաթեմատիկայի դասատու, Ստեփանան էր ապրում, մի խոսքով ինքն էր ղեկավարում հարսանիքը, ոչ մի շշուկ, ոչ մի աղմուկ, ոչ մի բան, հետաքրքիր ձևով անցել, Առաջինը գյուղում ես եմ կարճը հարցի շուր հագել, հետո բանը թագը կարճ նորից, իմ քաբորակինը ռուսկին էր, ինքն էլ բուժքույր, ես իրան եմ փոխարինել, ինքը իր ջաշակով առել էր։ Ոսկիներ եմ ստացել, իհարկե նվերներ ստացել եմ, բայց կարևորը նվերը չէր, կարևորը երջանիկ պահն է։ Ստեփանանի շրջանը փարուց թերթն էր, այդ փարուց թերթի խմբագրություն էր ինքը աշխատում, բանացեր էր ինքը, ասում էր ես ձեր պատմության մասին, սիրային պատմության մասին վեպ պետք է գրեմ։ Սիրային գեղեցիկ պատմությունն այդպես էլ վեպ չդարձավ, բայց կարող էր դառնալ, ասում է տատը։ Ու ակամայից նրա աչքերը սկսում են փայլել, երբ խոսքը վերաբերում է իր երիտասարդ տարիներին։ Սիրո գեղեցիկ պատմություն, որ մինչև ամուսնություն շուրջ 4 տարի ձգվեց, որ այն ժամանակների համար մի տեսական հավանական բան էր։ Դե այն ժամանակներում սերը որն էր, սիրելը որն էր, ինչ մնաց 4 տարի ընկերություն անեն, իրար լավ ճանաչեն ու նոր ամուսնանան։ Այն ժամանակ մենք ոնց որ բացառություն ենք կազմել, մենք էլ ազատ, ինքը եկել այն կինոյա հրավիրել, կինո են գնացել, թատրոն են գնացել, Ստեփանան ինչ որ տեղ էր, Երևան են գնացել,
Առաջի անգամ գնացել ենք Երևան, Մխիթարս Պարապետը նոր էր դուրս եկել կինոն, նոր նկարահանել են, գնացել ենք այդ կինոն ենք նայել, մենք հետաքրքիր է անցել այդ տարիները, թողել են, իմ ծնողներն էլ, իրա ծնողներն էլ, չգիտեմ, զգում են, որ մենք իրար սիրում ենք, խոչընդոտ չեն հանդիսացել, հետո ինչ որ ես երեկոն չեմ ժամադրվել դուրս եկել, դրսում կանգնել ենք եկել մեր տուն, նստել ենք, սիրով զրուցել, եթե ինչ որ տեղ ատարել ծնողներից թույլտվությամբ գնացել ենք։ Ուռուտի աղջիկ էր, որ ուռուտ էլ հարց մնաց։ Լավ ընտանիք կազմեցին, կարևորը սիրելով ամուսնացան, ու հենց այդտեղ տատը կոտրում են բոլոր կարծրատիպերը, թե այն ժամանակներում սերմեր չի եղել է այն էլ ինչպիսին։ Ինչպես արդեն ասացի, Գալիայի բախտը բերեց, լավ տուն հարս ընկավ, կարևորը սկեսուրն էլ սկեսրայլն է, խղճով ու կիրթ մարդիկ էին, որ միանգամից սիրեցին ու գլխներին դրած պահեցին հարսին։ Իմ աղջիկս եղել է 9 ամսական, իմ կիսուրս մեծ սիրով պահել է, ես գնացել եմ գործի։ Նույնը եւ տղաս ծնվել, երկուսին է մեծ սիրով, չէ, ես նրանց ոչ մի բան դժգոհելու բան չունեմ, ոչ մի բան։ Իրանք շատ կիրթ մարդիկ էին, շատ կիրթ, ճիշտ է, այտենց կրթություն չունեին, բայց շիտ քաղաքավարի ու մեծ հարգանք վայելող մարդիկ էին եղել, շատ։ Երբ որ իմ ընկերուները հյուր են գալի, իմ կեսարս, միրգը լվանում էր, դնում սեղանին, ինքը մեզ հետ նստում, սրճում, ասում էր լավ, դուք նստեք, ես գնում եմ։ Լավ մարդիկ էին, Աստված իրանց հոգին լուսավորի, շատ լավ։ Գալիատատը նաև գյուղի վաստակաշատ մանկաբույժն է եղել, շուրջ 32 տարվա նվիրյալ, որի համար դեռ հարսնության տարիներից սկսած ժամ ու պատարակ չի գործել։ Առաջ եթե երկրորդ օրներ տուն եկա, երեկոն նստած ենք, կեսրս ասավ, աղջիկ ջան, մի բան եմ ասում, ասեցի, լսում եմ։ Ասավ, ընդ աշխատանք, երբեք չտրտնջաս։ Ուզում ա գիշերվա որ ժամին, եղանակի որ ժամին ելնի, ուրեմն մարդկանց տեղը նեղա, որ քեզ կանչում են։ Երկրորդը ոչ մեկից ոչ մի բան։ Դա նախ ինեության մեջ եղել էլ, հետո էլ այդ ասածը ոնց որ ականջիս ուղիմ արել, ու այդքան տարի աշխատել եմ, թող գյուղացիները վկայեն, ոչ մեկից անշահախնդիր ես աշխատել եմ իմ գյուղի համար։ Ու գոհեմ իրանցին, իրանք էլ մեծ հարգանք ու սեր ունեն նկատմամբ։ Գյուղի ծայրից մինչև ծայրը տենց տուն չկա, որ ես չեմ գնացել, ու նենց ըլլումա, որ ծնողների հանդիպում եմ տարբեր միջոցառումների, տարբեր բաներ եմ պատմել, որ ես մոռացած եմ ըլլում, հետո ես ինձ լավ եմ զգում, ասում եմ, ինչ լավ ա որ հիշում են, այդ լավը հիշում են։ Մի խոսքով Գալյան գյուղի նվիրյալն է եղել, կա ու կմնա այդպիսին։ Այնքան նվիրյալ, որ ուռուտը բաց չի թողնում։ Լավ երեխաներ, թոռներ ու ծոռներ ունի, որ ամեն Աստծո օր տատին խնդրում են, որ տեղափոխվի քաղաք իրենց հետ ապրելու։ Հա, տատը մերժել նրանց չի կարողանում, բայց քաղաքում մնալ ընդամենը 3 ամիս է հաջողվում։ Ձմռան ամիսներին մի կերպ դիմանում է ու էլի հետ իր տուն, իր ծննդավայր, որտեղ ամեն մի քար, ամեն մի թուփ իր մասին է։ Տղածներ տեղ աշխատում, անտառի մեջ, ինքը բանա հյուրանոցում աշխատում, այդեղ ոչինչ, էլ լավ եմ զգում, բայց աղջիկս կվարտիրայի մեջ, մի քիչ մնում եմ, ասում եմ Անուշ ջան, ես մեր տունը կարոտել եմ, գյուղի ապրող մարդը, հետո սեփականության մեջ ապրող մարդի համար դժվար է կվարտիրան, շատ դժվար է։ Հազիվ 3 ամիսը հազիվ մնում եմ ու փախնում։ Իրանք են գալի ամառը, գալիս են ստեղ, Երևան չեն մնում, չնայած ունեն Երևան երկուսներ կվարտիրաներ ունեն, բայց իրանք էլ գյուղ շատ են սիրում։ Հատկապես առավոտա ամառները ժամի 6-ին որ ազատ է լինան անասունների բանի հետ գործ չունեն, այդ օդը, այդ բնությունը մի գեղեցկություն է, հիանալի բան է, ես սիրում եմ գյուղը։ Գալիատատը նաև հարգված ու սիրված կեսուր է, ասում է վատ հարց չկա, կա վատ կեսուր, հետո ինքը կիրթ կին է, լավ գիտի բոլոր այն նրբությունները, որոնք հարց կեսուր հարաբերություններ կասեն։ Օրինակ ես իմ հարցից հետ, ես ոնց որ մերու աղջիկ, ինքը Ստեփանավանի աղջիկ է, մասնակցության բանասեր է, իրավագետ կներեք, շատ հոյակապ աղջիկ, հոյակապ մայր, հոյակապ կին, ինքը Ստեփանավան աշխատում էր դատարանում, գնաց ատեստացիա անցավ, պետքա բանը դատավորի օգնական նշանակին, բայց տղաց որ ընդգեր, թողեց այդ իր մասնագիտությունը,
Հա, գնաց իր ամուսնու կողքին, իր ամուսնու հետ։ Ուղղակի գիտես ինչ, հիմիկվա պետք է հանդուրժես։ Ենթադրենք այդ ջահելը քու սրտով չի, դու պետք է լրես։ Ասենք մի հատ ասացված կա, ասում թե լավ հարց չկա, լավ գիսուր կա։ Այսինքն գիսուրը կուզի հարցը լավ լինի, կուզի վատ լինի։ Ամեն ինչի հետևից չես ընկնելու։ Դու պետք է ընդունես, որ այդ աղջիկը, որ եկել է քո տուն, քո հարցնա, ենթադրենք ինչ որ սխալ արա, պետք է զգաս, որ դա քո աղջիկն է, քո աղջիկը հետ ոնց կվարվես, նույնն է եւ իր հետ։ Երբ լսում ես Գալիա տատիկին, զգում ես, որ սերն ու բարությունը դեռ չեն վերացել։ Պարզապես պետք է նայես ճիշտ մարդկանց աչքերի մեջ, ինչպես նրա, ու կտեսնես, թե ինչ գեղեցիկ սիրով է ապրել, հավատքով աշխատել ու ամեն օր ժպտացել։ Նրա պատմած յուրաքանչյուր պատմությունն էլ մաքրության, կարգ ու կանոնի, աշխատանքի ու սիրո մասին են։ Սիրում եմ միշտ ակուրատնի, ոչ թափված։ Սիրում եմ։ Դա որ ընդհանրապես, որ տարիքին ուզում ալնես, պետք է մի հատ տատիկ ունեի, 102 տարի ապրեց, ասում էր կինը, որ արթնանում է, մեզ նստացնում էր, ասում էր կինը, որ արթնանում է, առաջի հերթին պետք է լվացվի, մազերը սամժի, հետո մի հատ դուրս գա, տեսնի դուրսը ինչ կա թափած, այդ հավաքին, ասում ենք, բայց ինչի, ասում էր, եթե ճանապարհով մեկ անցնում է, եթե քո բակը թափած ալնան, ասում է դուրը չի գալի, իսկ եթե տունը թափած է դրոպեն քո բակը մաքուրած կդից դուրսը մաքրի, հետո ներսում։ Նա այսօր էլ շարունակում է ապրել այնպես, ինչպես սովորեցրել է իր 102 տարեկան տատիկը, ով հավատում էր, որ կնոջ գեղեցկությունը սկսվում է մաքրությունից, իսկ մաքրությունը սրտից։ Թերևս հենց դրա համար է, որ տատի տունն ու կյանքը նույնքան լուսավոր են, որքան ինքն է պարզ, մաքուր ու հավատարիմ իր արմատներին։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Ուռուտի ծանկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։